Գյումրիում բնակարանների գները բարձրանալու են, թե նվազելու։ Միանգամից պատասխանեմ, որ չի նվազել։ Ամեն վստահ եմ, ձեր ոլորտում ամենատրվող հարցերից մեկն է այս բանը լսելու։ Գյումրիում բնակարանների գները բարձրանալու են, թե նվազելու։ Միանգամից պատասխանեմ, որ չի նվազել։ Հիմա ասեմ ինչի, քանի որ շուկայում պահանջարկը, այսինքն գնորդների թիվը գերազանցում է adekvat առաջարկը։ Սեփական փորձով սել կարող են փաստել, որ երկրորդային շուկայի գները բացարձակ չեն զիջում առաջնայինին, բայց արդյոք որպես մասնագետ կարելի է ակնկալել, որ առաջիկայում գնիչեցում լինելու է շուկայում։ Երկրորդային շուկայում կնիչեցում կունենանք միայն այն դեպքում, երբ ակտիվանա առաջնային շուկան։ Մենք հիմա ունենք խնդիր։ Մեր բնակֆոնդը սակավ է, այսինքն բնակարանների քանակը շատ քիչ է։ Բայց ես շատերից նաև լսել եմ, որ Գյումրիում առաջնային շուկայի գները գրեթե հավասար են երևանյան առաջարկվող գներին։ Շատ ճիշտ է, չհասցրեցի հարցին պատասխանել։ Ցանկանում եմ ասել, որ Գյումրիում հիմա պետք է կառուցվեն ոչ թե էլիտար բազմաբնակարան շենքեր, այլ կառուցեն Գյումրեցու գրբանին համապատասխան շենքեր, այսինքն թող արտաքին երեսպատումը չլինի թանկարժեք քարով, թող չունենան վերելակներ, սակայն 1 քառակուսի մետրի արժեքը լինի մոտ $800 համապատասխան։ Արման այս մասով ես եւս մեկ անգամ կիսվեմ իմ փորձով, երբ ես էի բնակարան փնտրում երկրորդային շուկայում, նշան որ $800 1 քառակուսի մետրի համար պահանջում են հենց այս շուկայում, եւ սա որքանով է մասնագիտական կարծիքով ըստ ձեզ արդարացված։ $800 բարձրապես չենք վերցրել, սա վերլուծել ենք շինարարների հետ, դա adekvat թիվ է, որովհետեւ շինարարը կարողանա ստանալ շահույթ եւ իր գումարը, որ ներդրում է կատարում շինարարության մեջ, կարողանա շուտ հետ վերադարձ ունենալ։ Մեկտեղելով այս երկուսը, որ քննորդների թվի աճ կա եւ բնակֆոնդի պակաս, կարող ենք ասել, որ հիմա ներդրում կատարելու իրական ժամանակն է Գյումրիում։ Իհարկե, մասնագիտական կարծիքով Գյումրիում հիմա ամենանպատակահարմար ժամանակն է ներդրում կատարելու, քանի որ տրամաբանական է, որ $800 երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերողը հաստատ կտա եւ կձեռք բերի առաջնային շուկայից։ Եվ Արմանը ամփոփելով մեր զրույցը, ինչու ընտրելու Անդեյը։ Այս հարցին ճիշտ լիներ, եթե պատասխանեին մեր ծառայություններից օգտված անձինք, սակայն մեր նպատակն է, որպեսզի մատուցենք անշարժ գույքի պրոֆեսիոնալ ծառայություններ։ Դա կլինի առք ու վաճառք, վարձակալություն, գովազդ, թե խորհրդատվություն։ Շնորհակալություն Արման, մեր բոլոր հարցերը ստացան պատասխաններ, իսկ ինչպես ասում է Անդեյը, յուրաքանչյուր մեծ փոփոխություն սկսվում է մեկ օրից, իսկ այսօր գուցե հենց այդ օրն էր։